Մայիսի 4-ին վիրահայոց թեմում խնկարկել են հայ ազգի ռուս զորավար եւ պետական գործիչ ցարական Ռուսաստանի ներքին գործերի նախարար Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակը։ Կիրակնօրյա Սուրբ Պատարագի ավարտին թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ Միքայել Լորիս-Մելիքովի շիրիմի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ, ծաղիկներ են խոնարհվել նրա շիրմաքարին։ Միքայել Լորիս-Մելիքովը փայլուն զորահրամանատար էր, 19-րդ դարի երկրորդ կեսին մասնակցել է կայսրության մղած կովկասյան ռուս-թուրքական պատերազմներին, նաև պատրաստել է բարեփոխումների ծրագիր ցարի համար։ Թիֆլիսահայ նշանավոր զինվորականը հուղարկավորված է եղել վիրահայոց թեմի առաջնորդանիստ հայոց վանքի ազգային գերեզմանոցում։ Այն գոյություն է ունեցել մինչև 1939 թվականը։ Հայոց վանքը կոմունիստական իշխանությունների հրամանով ոչնչացվել է, կործանվել ու քանդվել է նաև վանքի գերեզմանատունը, որտեղ ամփոփված էին հայ նշանավոր գործիչների եւ թեմակալ առաջնորդների աջյուններ։ 1938-ին Միքայել Լորիս-Մելիքովի աջյունը հայ ազգի 3 գեներալների հետ վերաթաղվել է Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում։ Մայիսի 4-ին նաև գեներալ Լորիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ թեմի Հայարտուն կենտրոնում։ Մասնակցեցին բազմաթիվ թբիլիսահայեր։ Ցուցադրվեց Լորիս-Մելիքովի կյանքի եւ գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ։ Հերմինե Հակոբյան, Սուսաննա Խաչատրյան, Աննա Մկրտիչյան, Եկեղեցական կյանք։